Արդեն պարզ է դատավճիռը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց arczepiskopos Աչապահյանը, այս վճիռը կայացվեց վերցնելով այն հիմքով, որ Սրբազանը հեղաշրջման անհրաժեշտության մասին է խոսել։ Սրբազանը իր խոսքում մի քանի անգամ ասել է, որ 5 տարի ինքը արդեն իսկ խոսում է, որ հեղաշրջում է պետք անել, բայց կարծես թե նոր են հիշել։ Մի բան էլ պետք է հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարում էր, եթե հեղաշրջում եք ուզում անել, հեղափոխություն, ապա դուրս եկեք փողոց։ Կարծես թե ոչ համընկնող ինչ որ իրավիճակ ենք տեսնում։ Մեկ Փաշինյանը ասում է հեղափոխություն եք անում, դուրս եկեք փողոց, այսինքն փողոց դուրս գալով ուրեմն կոչեր էլ պետք է արվի, իսկ հիմա տեսնում ենք, որ ընդամենը խոսելու պատճառով, հեղաշրջման խոսելու պատճառով դատապարտվում է Սրբազանը։ Ինչ կասեք այս առիթով։ Ակնհայտ է, որ սա պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Նիկոլ Փաշինյանը բոլոր իր հնարավոր ընդդիմախոսներին, հակառակորդներին տարբեր ձևերով ճնշում է։ Ոմանց բանտն է նստացնում, ոմանց վրա այլ քրեական գործեր է արություն։ Սա սկիզբն է, դեռ բոլոր ընդդիմադիրների դեմ հերթով ինչ-որ բաներ է ինքը սարքելու, այդ թվում նաև մեր վրա։ Այսինքն, մենք հասկանում ենք այդ ամբողջը։ Սա այսինքն կոնկրետ ռեպրեսիա է։ Սա կոնկրետ ռեպրեսիա է, իհարկե սա ռեպրեսիա է, եւ դա հենց ինչի արած 2 տարի, որ մի տարի այդ ընտրություններին չմասնակցի, հետո արդեն ոնց որ ասած համաներումով կամ մի բանով, դրանից հետո երբ որ ինքը արդեն կզգա վտանգ չկա, բաց կթողի։ Սա ռեպրեսիա Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, եթե կարայինք ասենք մինչև մի կես տարի առաջ, այսպես ասած, ավտորիտար էր, հիմա լրիվ տոտալիտար, այսինքն ամբողջատ իրական, ինքը վերահսկում է ամեն ինչ, թվում նաև դատական համակարգը, որովհետև եթե խոսքի համար, այսինքն այդ կոչի համար, այդ կոչը նոր չի արվել, չէ, այսինքն եթե հանցագործություն համարվում, իսկ կոչը խոսքը չի կարող հանցագործություն համարվի, որտեղ դա տեսակետ է, դա առավել եւս դա պիտի այսպես էլի կոնկրետ հակաունուրի օրինական գործողություններով զուգորդվեր, որ հանցագործություն դա հարցազրույցի ժամանակ ասված խոսք է։ Կարճ ասած, սա պատրվակներ է, չգտնեին այդ մի բանը, գտնելու էին ուրիշ բան։ Եվ մենք էլ եմ ասում, տեսնում ենք բոլորի վրա, տարբեր բաներ են սարքում, հիմա հեռու չգնանք, օրինակ մեզ էլ այսօր մի թուղթ են ուղարկել, ինչ-որ մեղադրական բաներ, ունեն սոր կամ Մեզում կոնկրետ պարոն Պապյան։ Բևերին։ Ինչ որ բան չանենք, դեռևս չանենք, բայց ուզում եմ ասեմ, այդ ձև է։ Իրանք ամեն ինչ բանն անելու, այս չաշխատեց ուրիշ բան են գտնելու, մի բան անելու, այդ մենք այդ հասկանում ենք, չէ, սա ռեպրեսիվ գործողություն է, ուրիշ ոչինչ, պայմանավորված ընտրություններով, քանի որ ինքը չունի այլևս ժողովրդի մեջ այդ հեղինակությունը, վարկը, որտեղ ժողովուրդը հասկանում է ինչ է, ինքը պարզապես չեզոքացնում է։ Եվ վերջին հարցը, պարոն Պապյան, 1 տարի առաջ Բագրատ Սրբազանը երբ քայլելով եկավ, Տավուշից, մենք տեսնում ենք ժողովրդի համախմբումը եկեղեցու շուրջ։ Հիմա դուք ինչ եք կարծում այս քայլերով ժողովուրդը, որը կարևոր դերակատարում ունի ցանկացած հեղափոխական հեղաշրջման գործողություններում, ժողովուրդը կվախենա, տներում կմնա, թե սա հնարավոր է մեկ նոր ալիքի ըմբոստության ցասման առիթ դառնա։ Գիտեք, ես դեռ ժամանակ Բագրատ Սրբազանին ասել եմ, գուցե չի մոռացել, որ եթե հիմա դուք չհաջողեք եւ չանեք հստակ քայլեր, ապա Նիկոլը ձեզ նստացնելու է։ Ես ասել եմ, ակնհայտ է։ Ես Նիկոլին 20 տարուց ավել եմ ճանաչում, ով ճանաչում է, գիտե, Նիկոլը մանրախնդիր, քենախնդիր ինչ որ անձ է, հատկապես շատ վախենում է։ Այս ռեպրեսիաները վախի արդյունք են։ Հիմա այն ժամանակ ժողովուրդը մեծ ոգևորությունն էր, բայց երբ որ ժողովուրդը մի անգամ հիասթափվում է,
բավականին դժվար է ալնում։ Հիմա այս կուտակման շրջանն է նորից այդ դժգոհության, որտեղ գիտեք, մենք ինքներս գիտենք եւ շատ հաճախ ենք խոսել եկեղեցու ներսում խնդիրների մասին, տարբեր անհատների անօրինական, հաճախ անբարոյական գործողության մասին, բայց այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, դա հաստատության դեմ է ուղղված, մեր ազգային ամենաշարունակական, այսպես ասած, համաշխարհային առումով ամենաընդգրկուն գործի դեմ։ Եվ նպատակը բարելավումը չի, նպատակը թույլատրելն է, որտեղ ինքը ուզում է միահեծան իշխանություն հաստատել մեկ, եւ ինքը ուզում է սիրաշահել Ալիևին, ակնհայտ է, որ Ալիևը բազմաթիվ անգամներ որ ռազմավարության առաջին ապրից հայ եկեղեցին, դրա համար երկուսն էլ Նիկոլ Փաշինյանը թույլատրում է ինքը զեկուցելու է վստահաբար, այսինքն իմացավ Ալիևը, ասելու է, տես մեկն էլ արեց, էլ ինչ ես ուզում տարբերակով բանը։ Սա ցավալի իրականություն է, որովհետև գիտեք 90-ականներին էլ շատ եղել նեոբոլշևիկներին, բայց այն ժամանակ անգամ դրանք մի տեսակ անում, այսինքն որովհետև հիմա սրանք տվել անցել են բոլշևիկները։